еще раз. Итак, мы говорим о втором уроке подлинной веры с 35 по 36 стих, первую ее часть. Մենք իսկական ճշմարիտ հավատացյալների համար երկրորդ դասի մասին ենք խոսում, որը 35-ից 36-րդ խոսքի երկրորդ մասն է։ Поэтому они уже страдали, поэтому и терпели. Почему я должен это делать дальше? Հիմա իրենք արդեն չարչարվել էին, դիմացել էին, ու ինչու պիտի ես շարունակեմ դա անել։ И автор говорит, есть причина, почему это нужно делать дальше. Եվ հեղինակն ասում է պատճառ կա, թե ինչու պետք է հետագայում էլ դա անել։ И мы видим ответ, он выражен двумя просьбами. Եվ տեսնում ենք, որ պատասխանը երկու խնդրանքով է արտահայտված, Одна положительная, другая отрицательная. մեկը դրական, մյուսը վատսական։ Положительное это в том, что есть обещание, будет великое воздаяние. Դրական այն է, որ խոստում կա, որի համար մեծ վարձատրություն է լինելու, Поэтому речь идет о том, что ваша вера будет оценена, и вы получите большую награду. խոսքն այն մասին է, որ ձեր հավատը կգնահատվի եւ դուք մեծ պարգև կամ վարձ կստանաք։ Евангелие от Матфея 5:12. Մատթեոսի 5:12-ում Там речь также о награде, Христос говорит. այդտեղ էլ Քրիստոսը վարձքի մասին է խոսում։ Почитать нам? Да, можно. Ընթերցենք, հա, 5:12-ը Մատթեոսի։ Ընծացեք եւ ուրախ եղեք, որ ձեր վարձատրությունը մեծ է երկրի մեջ, քանի որ այսպես հալածվեցին ձեզանից առաջ եղած մարդկանցները։ Поэтому Бог вознаградит за верность. Աստված կպարգևատրի հավատարմության համար։ Мы видим, что Моисей имел такую точку зрения. Մենք գիտենք, որ Մովսեսն էլ այդպիսի տեսակետ ուներ։ 11 глава, 26 стих прочитайте. 11-րդ գլխի 26-րդ խոսքը ընթերցենք։ Քրիստոսին առաջին ավելի մեծ հարստություն համարելով, քան Եգիպտոսի գանձերը, որովհետև արծատրությանն էր սպասում։ Поэтому Моисей отказался от большого богатства. Մովսեսը դրա համար էլ մեծ հարստությունից հրաժարվեց։ Он мог жить всю жизнь как, не знаю, сыр в масле. Նա ամբողջ կյանքը կարող էր ճոխ կյանքով ապրել, Но он от этого отказался. Почему? Потому что знал, что Бог приготовил ему награду. բայց նա դրանից հրաժարվեց, որովհետև գիտեր, որ Աստված իր համար վարձ է նախապատրաստել։ Это знаете, когда отец предлагает маленькому сыну конфету и говорит, ты можешь взять конфету и съесть. Դա նման է նրան, որ ասենք հայրը իր երեխային տղային փոքրիկ առաջարկում, ասում է, ահա կոնֆետ, կարող ես վերցնել եւ ուտել, Но если ты не съешь, завтра мы пойдем в магазин, и ты можешь выбрать любой себе подарок. բայց եթե չուտես, վաղը մենք կարող ենք գնալ խանութ եւ այնտեղ քո ուզած նվերը քեզ համար կարող ես ընտրել։ Но это же надо ждать, это надо терпеть, это надо страдать. Բայց դրա համար սպասել է պետք, դիմանալ է պետք, չարչարվել է պետք։
Э, А тут все рядом, сладкое. Իսկ հիմա այս հենց ձեռքի տակ է այդ քաղցրը, Но когда ребенок понимает, э, что стоит немножко пострадать, это уже мудрость. բայց եթե երեխան հասկանում է, որ արժե ոչինչ մի քիչ էլ չարչարվի, դա արդեն իմաստություն է։ Павел в Римлянам 8 главе говорит о том, что нынешние временные страдания ничего не стоят в сравнении с той славой, которая откроется. Հռոմեացիս 8-րդ գլխում Պողոսը ասում է ներկայիս այս չարչարանքները նույնիսկ չարժե համեմատել, թե ինչ է սպասվում, ոչինչ է համեմատած սպասվողին։ Мгм. И возвращаясь к тексту, мы видим в положительном смысле написано, что есть награда для нас. Վերադառնալով նորից տեքստին, դրական իմաստով մենք տեսնում ենք, որ մեզ համար վարձք կա, А второй довод, он отрицательный, ну такой Ис- негативный. երկրորդը բացասական բան է, А, Он говорит о том, что для того, чтобы исполнить волю Божию и получить обещанное, нужно пройти через терпение. նա ասում է, որպիսի Աստծո կամքը կատարելով խոստումը որպեսի կատարելով խոստումը ստանանք, դրա համար համբերություն է պետք։ М. И поэтому логика автора следующая. Այստեղ հեղինակի տրամաբանությունը այսպիսին է. Он говорит, возможно, вы исповедовали Иисуса Христа Господа много лет назад. Ասում է, որ հնարավոր է շատ տարիներ առաջ Հիսուսին Տեր եք դավանել։ И, возможно, вы даже послужили Ему на этом пути. Եվ հնարավոր է այդ ճանապարհին նաև ծառայել եք նրան И пострадали. եւ չարչարվել եք։ Но вы действительно все еще не все, кем вы должны быть. Բայց իրականում դուք դեռևս այն չեք, որ պիտի դառնաք։ В вашей вере все еще не хватает зрелости. Ձեր հավատին դեռևս պակասում է հասունությունը։ И поэтому вы, ну и все мы, мы нуждаемся в терпении. Ոստի դիմում է նրանց դուք, ինչը վերաբերում նաև մեզ բոլորիս համբերատարությունն է պետք։ Կարիքը ունենք։ Поэтому мы нуждаемся в этом духовном росте. Ոստի մենք կարիք ունենք այդ հոգևորապես աճելուն։ И в конце будет награда. Եվ վերջում պարգևը, վարձքը կլինի։ Поэтому я думаю, это то, что мы должны говорить сегодня также людям. Ոստի կարծում եմ, որ մենք նույնպես այս բաները այսօր պետք է ասենք մարդկանց։ И иногда можно слышать от некоторых верующих, ну все, я уже наслужился в церкви, я посвятил часть служения Господу, а теперь уже время мне отдыхать. Пусть Երբեմն молодые լսում, служат. что как Пусть молодые служат. Երբեմն եկեղեցում լսում ես մարդիկ ասում են, դե ես եկեղեցում իմ ծառայությունները արդեն արել եմ, ինչ որ պետք էր իմ ժամանակից նրան ընծայել տվել եմ, հիմա արդեն դե մի քիչ ուրիշ ձև լինի, թող հիմա երիտասարդները գան ծառայեն։ Это не стратегия и не то, что мы находим в Писании. Սա ռազմավարություն չէ եւ այն չէ, ինչ որ գտնում ենք գրվածքներում։ Ну, мы должны идти до конца. Մենք պետք է մինչև վերջ գնանք։
Поэтому роль любого, скажем так, христианина, наставника и ну, просто рядового члена церкви заключается в том, что мы должны ободрять друг друга идти дальше. Ցանկացած քրիստոնյա խորհուրդ տվողի կամ հենց շարքային քրիստոնյայի դերը այն է, որ մենք պետք է շարունակենք մեկս մյուսին հորդորել ու քաջալերել, որպեսզի մինչև վերջ գնանք։ И третий урок, который мы находим, это 36 стих, вторая часть по 39. Երրորդ դասը, որ մենք գտնում ենք 36-րդ խոսքի երկրորդ մասից մինչև 38-րդ խոսքը։ Это та награда, которую мы получаем. Սա այն վարձքն է, որ մենք ստանում ենք։ И поэтому эта награда, она представлена в трех таких картинах. Այս պարգևը երեք պատկերով է ներկայացված։ Первая картина или образ словесный – это получить обетование, которое Бог обещал тем, кто претерпит ради Него. Առաջին այս կարծես խոսքերով ասված այդ պատկերը այն է, որ խոստումն ստանանք, որ Աստված պատրաստել է։ Тут Համբերելով խոստումն ստանանք։ прямо нам не сказано, о каком обещании идет речь. Այստեղ մեզ ուղիղ ձևով ասված չէ, թե որ խոստման մասին է խոսքը։ Но нам Бог много чего обещал. Աստված մեզ շատ բաներ է խոստացել։ И Он все это выполнит. Եվ ինքը այդ բոլորն էլ կիրականացնի։ Бог обещал, что мы будем с Ним, мы будем в раю на небесах. Աստված խոստացել է, որ մենք իր հետ կլինենք դրախտում, երկնքում, И Бог будет выполнять эти обещания. եւ Աստված իր խոստումները կկատարի։ Но в чем заключается наша роль? Իսկ որն է մեր դերը։ Сейчас это исполнять волю Божью. Հիմա մեր դերը Աստծո կամքը կատարելն է։ Поэтому мы должны жить, подражая жизнью Иисусу Христу. Ոստի մենք պետք է ապրենք արտացոլելով կամ նմանվելով Հիսուս Քրիստոսի կյանքին։ И это означает также, ну, переносить страдания, о чем мы читали выше, и иметь терпение. Իսկ դա նաև նշանակում է, որ մենք չարչարանքներին դիմանանք, ինչ որ քիչ առաջ ավելի սրանից վեր ընթերցեցինք։ Поэтому упорствуй с такой верой, и этим ты докажешь, что ты являешься истинным последователем и получишь свою награду. Ոստի այդպիսի աներեր հավատի մեջ հարատևելով դու ցույց կտաս քո անկեղծ հավատը եւ քո վարձքին կհասնես։ Вторая картина этой награды – это то, что мы увидим Господа Иисуса Христа во славе. Երկրորդ պատկերը, որ վերաբերում է վարձքին, դա այն է, որ մենք Հիսուս Քրիստոսին կտեսնենք իր փառքի մեջ։ И мы видим, мы дождемся момента, когда за нами придет Господь. Եվ մենք կհասնենք այն պահին, երբ որ մեր հետևից կգա Տերը։ И ждать осталось недолго. Իսկ սպասելուն երկար չի մնացել։ Может быть, мы не успеем закончить курс. Գուցե մենք նույնիսկ դասընթացը չհասցնենք ավարտել։ У нас Этот нет курс никакой имеете в виду? Да, да.
Ասում եմ այս դասընթացը նկատի ունեք, ասում այո։ Может, я следующее предложение не смогу закончить. Գուցե հաջորդ նախադասությունս էլ չհասցնեմ ավարտեմ։ Там будем продолжать. Да, да, продолжает. И потом я буду сидеть рядом с автором и думать, что я наговорил. Դուք նստեն հեղինակի կողքին կասեմ են ինչեր էի ասում ես։ А, вот. И мы видим также цитату из Аввакума. Եվ մենք նաև այստեղ տեսնում ենք մեջբերում ամբակումից, В книге Аввакума, Аввакум там задается вопросом. 2 глава, 3 стих. ամբակումը ինքը հարց է տալիս երկրորդ գլխի 3-րդ խոսքում։ Так, 2, 3. Задается вопросом. Вопрос, вопрос у Аввакума мучился, когда ты сделаешь что-нибудь с грехом нашего народа. Ամբակումի մտքում ցակած հարցերը նրանք են, որ ինքը հարցնում էր, ասում էր մեր ժողովրդի այս մեղքերի հարցով ինչ ես անելու, երբ ես անելու։ И Бог отвечает, что наступит день быстро. Եվ Աստված էլ պատասխանում է, որ շուտով այդ օրը կգա։ И когда этот день наступит, грешники будут уничтожены, Երբ որ сметены. այդ օրը կգա, կվերանան այդ մեղավորները, կմաքրվեն, կհեռացվեն։ Поэтому, но стих 4, для праведного человека праведный человек будет жить. Բայց 4-րդ խոսքում ասում է, որ իսկ արդարը կապրի։ Поэтому в этом смысл этой цитаты, если учитывать контекст Аввакума. Եթե հաշվի առնենք ամբակումի գրքի այս համատեքստը, այս հատվածը դրա մասին է։ Если вы верите, вы застанете Христа и будете спасены. Եթե դուք հավատաք, դուք Քրիստոսին կգտնեք ու կփրկվեք։ И поэтому, снова же, истинная вера – это та вера, которая не бросает весла посреди пути. Ուստի ճշմարիտ հավատը այն է, որը կես ճանապարհից չանում նահանջում, Она претерпевает и идет дальше. այլ համբերատար ձևով շարունակում է մնացյալ ճանապարհն էլ։ Иакова 1:12. Հակոբոս 1:12 Блажен человек, который переносит испытания, потому что, быв испытан, он получит венец жизни, который обещал Господь любящим его. կարդաս Հովնան ջան։ Հակոբոս Prочитай. 1:12-ը։ Երանելի այն մարդը, որ դիմանում է փորձություններին։ Քանի որ եթե փորձվելուց հետո ընտիր համարվի, ստանալու է կենաց պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ И вопрос возникает, что это за венец? Հարց է ծագում, դա ինչ պսակ է։ И многие толкователи говорят, что по сути можно перевести, он получит венец, жизнь. То есть венец это награда, это жизнь. Որոշ մեկնաբաններ ասում են, որ երբ որ այդտեղ ասում է պսակ, դա նշանակում է, ասենք պսակ, բուտ, կյանք, այսինքն իրենց ստացած այդ պսակը հենց կյանքն է, որ կստանան։ Поэтому, возвращаясь к нашему тексту, сейчас я открою там тоже. Վերադառնալով մեր տեքստին, Поэтому
первая часть 38 стиха. Праведный верующий будет. Бог доведет верующего до конца, до спасения, и он встретится с Христом. 38-րդ խոսքի առաջին մասն ասում է, որ արդարը հավատով կապրի, այսինքն Что, Աստված նրան մինչև վերջ կտանի, Քրիստոսով նա իր փրկությունը կունենա ու կպահի։ а что Бог думает об отступниках? Իսկ Աստված ինչ է մտածում հավատից շեղբողների, հեռացողների մասին։ Если вы отступите, я не буду иметь к вам никакого благоволения. Ասում է, եթե ընկրկեք կամ հեռանաք, իմ հոգին ձեզ չի հավանի, ես որևէ բարեհաճություն չեմ ունենա ձեր հանդեպ։ И поэтому Бог ищет тех, которые не колеблются. Ուստի Աստված փնտրում է նրանց, ովքեր չեն տատանվում, Колеблются на погибель. այսինքն չեն այդպես երերում, տատանվում ու դեպի կորուստը գնում։ Как объяснить слово колеблется? Ինչպես բացատրել այստեղ օգտագործող տատանվող կամ ինձ մոտ ընկրկողները, ձեզ մոտ ինչ է, ինչպես բացատրենք այս բառը։ Ինչ։ Այստեղ ետ քաշվող է գրված։ Там отступить у меня колеблется. Ինչպես բացատրենք այդ բառը։ Это 39 стих. Դա։ Да. 39-ում։ Այսի պետք է բացատրենք 6-րդ глхի եւ 10-րդ գլխի հիման վրա։ Мы должны это объяснить по основанию 6 и 10 глав. Так, сейчас, секунду. Չեն կարող համարել, որ Это кашвող, это вот в армянском у Ховнана вот дословно это употребляется backsliding. Вот это слово у Ховнана. Да, у меня колеблющий, мой перевод кто колеблется. Угу. Или отступит назад, пойдет назад. Угу. Послание Галатам 2:12 это слово используется. Գաղատացիների 2:12-ում է այս խոսքը օգտագործված։ Ինչա։ Я думаю, это хорошая иллюстрация. Կարծում եմ շատ լավ լուսաբանում է։ Прочитайте. Ընթերցենք Գաղատացիների 2:2-ը։ Միջև Հակոբոսի մոտից մի քանի հոգու գալը նա ուտում էր հեթանոսների հետ, բայց երբ նրանք եկան, մի կողմ քաշվեց եւ բաժանվեց վախենալով թլփատվածներից։ Поэтому что стал делать Петр? Ինչ արեց Պետրոսը։ Ասեն մի կողմ քաշվեց, հա, մեր մոտ։ Ահա։ Вот этот Стал перевод. Угу. отходить, да, в сторону. Հա, մի կողմ քաշվեց։ Այո, այդ նույն բառն է։ Մի ком գնաց։ Ком генած, хорошо. Деяния 20:27. Գործք 20 20 27 Да, 20 глава, 20-27 27 стих. 20-27 Աստծո ամբողջ խորհուրդը ձեզ հայտնելուց։ Խույս չտվեցի։ Павел говорит, я не уклонялся. Այո, խույս չտվեց, ասում է ես մի կողմ չշեղվեցի, не пускал возвещать. Ну, да, но само слово не уклоняться. այսինքն մի կողմ չքաշվեցի, չշեղվեցի։ Поэтому, возвращаясь к 39 стиху, мы не из тех людей, которые уклоняются на погибель. Վերադառնալով 39-րդ խոսքին, ասում է իսկ մենք ընկրկողներից չենք, որ կորսվենք։ Снова
это Ռուսերեն описание ասում էր, որ человека, էպիկորուս գնանք։ Ահա, э, не того человека, который родился свыше и այս ушел. այստեղ նկարագրություն այն մարդու մասին չէ, ով վերստին ծնվեց ու հեռացավ, Но это те, которые, услышав истину, начинают сворачивать. այլ նրանց մասին, ովքեր ճշմարտությունը լսելով շրջվում են մի կողմ կամ փոխում այն։ Поэтому вы не такие, говорит автор послания. Եվ նամակի հեղինակն ասում է, դուք այդպիսին չեք։ Это, поэтому третья картина – это награда за истинную веру. Երրորդ պատկերը դա վարձքն է ճշմարիտ հավատի համար։ Мы видим уверенность в том, что они сделаны из настоящего материала. Եվ մենք վստահություն ենք տեսնում, որ դրանք իսկական նյութից են պատրաստված։ Поэтому мы со своей стороны не отступники. Ուստի մենք մեր կողմից ընկրկողներ չենք, հետ քաշվողներ չենք, Мы те, которые верят для спасения души. մենք նրանք ենք, ովքեր հավատում են հոգիների փրկության համար։ Поэтому таким образом автор завершает эту часть раздела. Եվ այս ձևով հեղինակը ավարտում է այս բաժնի հետևյալ մասը։ И по сути это основная часть послания, в которой автор показывает превосходство Христа. Եվ սա ըստ էության այն հիմնական մասն էր իր նամակի, որտեղ նա ցույց էր տալիս Քրիստոսի գերազանցությունը։ Поэтому это ободрение не уклоняться, как некоторые, а продолжать стойко верить и следовать за Иисусом Христом. Ուստի սա քաջալերանք է, որ ոմանց նման հետ չքաշվենք, այլ աներեր հավատով շարունակել գնալ Քրիստոսի հետևից։ В одну церковь, где я нес служение, ходила женщина, которой нравилось служение, и она вроде как покаялась. Մի եկեղեցում, որտեղ ծառայություն էի անում, մի կին էր գալիս, որին դուր էր գալիս ծառայությունը եւ թվում էր, թե ապաշխարել է, Но потом начались в ее жизни трудности и определенные проблемы, и она подумала, это потому, что я покаялась. հետո նրա կյանքում դժվարություններ եկան, որոշակի խնդիրներ ծագեցին, իսկ այդ կինը սկսեց մտածել, որ դա ինձ հետ կատարվում է այն պատճառով, որ ես ապաշխարել էի։ И получается, она работала в библиотеке, в которой мы собирались. Ինչ էր ստացվում։ Ինքը աշխատում էր այն գրադարանում, որտեղ մենք հավաքվում էինք, И поэтому она должна была присутствовать на собрании, потому что она была как дежурной. եւ քանի որ ինքը հերթապահ էր այդտեղ լինում, ինքը նաեւ մեր ծառայություններին մասնակցում էր։ Мы арендовали в библиотеке эту церковь, и потом, когда она решила стать частью, присоединиться к нам, она сидела раньше за такой стойкой, как библиотекари сидят, за столом. А когда решила, я буду вместе с ними, она стала сидеть с нами на собрании. Ու մենք այդ գրադարանը եկեղեցի ծառայություններ անցկացնելու համար վարձակալում էինք, ու հետո երբ որ այդ կինը որոշեց, որ ինքն էլ գալսի մասնակից լինի, ստացվեց, որ եթե նախկինում իր գրասեղանը ուներ կամ այդ ամբիոնը, որի հետև
գրադարանավարները կանգնում կամ նստում են, ինքը պիտի գար ու մեզ հետ նստեր շարքերում ծառայությունների ժամանակ։ И она даже иконы выкинула. Նա նույնիսկ այդ իր սրբապատկերները Но թափեց, потом решила, что это было все неправильно. բայց Вернулась հետո назад и стала опять сидеть за столом. որոշեց, որ այդ ամեն ինչը սխալ էր, ինքը հետ գնաց ու նորից իր գրադարանավարի սեղանի մոտ նստեց։ А Автор пишет письмо верующим и говорит, то, что вы переносите страдания, это нормально. Հեղինակը հավատացյալների նամակը գրում է, ասում է, այն որ դուք հիմա տառապանքներ եք ունենում, դա նորմալ բան է։ Не унывайте и переносите дальше. Մի տրտնջացեք եւ շարունակեք անցնել նման բաներով։ С вами все нормально. Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Доверяйте Христу, и Он скоро придет. Վստահեցեք Քրիստոսին եւ նա շուտով կգա։ То, что другие уходят, это ненормально. Իսկ այն, որ ուրիշները հեռանում են, այդ դա չէ նորմալ։ Есть вопросы? Հարցեր ունեք։ Չէ, բայց ինձ դուր է գալիս նամակի հեղինակի ոճը, որ քաջալերում է, գովում է, որ նմանա Պողոս Առաքյալին։ Այսինքն ոչ որտեղ ինձ թե Կորինթացի նամակում շատ ենք տեսնում, որ գովում է, քաջալերում։ Нет вопрос, но я хотел бы сказать, что мне очень нравится вот этот стиль автора. Он ободряет, и этот стиль как-то похож на стиль Павла, когда он продолжает сказать вот эти хорошие качества и ободрять людей в письме Коринфянам. Хорошо. Вот это ему нравится, вот это ободрение, что... Ոնց որ լավ առիթ է նաև ծառայող եղբայրներին, հովիվներին, որ իրենք էլ իրենց լսանի հոտի հետ վարվեն այնպես, ինչպես որ հեղինակն է վարվում։ И это очень хороший пример у автора, и наши проповедники, служителя должны взять пример с него, чтобы и они в своих служениях, они вот так ободряли, подчеркивали все хорошее, что верующие делают. Это хороший пример Двумя подражания. руками за. Երկու կողմ, ձեռքով կողմ եմ։ У меня вопрос. Да. Хорошо, братья. 11 главу мы начнем завтра. Լավ, մենք 11-րդ գլուխը կսկսենք վաղը։ Я думаю, нам следует переварить то, что мы услышали. Կարծում եմ այն ինչ որ լսեցինք լավ կլինի որ դա մարսենք И отдохнуть. И завтра рассмотреть еще 3 главы. Եվ հանգստանանք, որպեսզի վաղը եւս 3 գլուխ դիտարկենք։ Хорошо. Չլսին։ Հարց ունեիր։ Помолишься? Վերհիշեի Ղարաբաղը որ հանձնեցինք Լիանա ջան ասավ, ես հիշում եմ մեկը գրառում էր արել դասախոսի բերած օրինակի վրա, որ մեր էսել ձեր քրիստոնեությունն է, որ հեթանոս էինք, տուրիստով Հայաստան էինք, հետել ձեր քրիստոնեությունը, դարձանք քրիստոնյա ամեն ինչ կորցրին ու լավ մեծ հավանություն էր մեր հայերի կողմից, նրանց սրտիկներով ու լայքերով, կոմենտարներով։ Հայեր այդ գրողը։ Հենց հայեր։ Հա, սովետական ժամանակ այդ կարծիքը շատ տարածված էր։ Он говорит, вот как бы это вспомнил кое-что, что вот когда это
Вы записываете или, может, выключить записи?